Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ես Սարգսյանից չէի սպասում նման ելույթ անկեղծ ասած, որովհետև մի քիչ այլ մտածում էի այլ ձևով է մարդը մտածում, բայց շատ իջավ ներքև եւ բաներ ասեց, որոնք որ ոչ միայն իրականության հետ կապ չունեն, բացարձակ նաեւ իրանցած ճանապարհը դա պետք է չասել էլի, թույլ չտար այդպիսի բան ասելու։ Տեսեք, նախ անդրադառնամ Անուշ Կրոյանի մի քանի պնդումներին, մի անգամ ասել եմ նորից ուզում եմ հիշեցնել, մենք Հայաստանի Հանրապետության 35 տարվա անկախության պատմության մեջ, իշխանության մեջ կոալիցիա որպես այդպիսի, եղել ենք 11-12 տարի, հիմա այդ 35 տարին, որ մեզ անընդհատ մեղադրում եք, դուք հասկանում եք, որ այն ժամանակ, երբ որ մենք ընդդիմություն էինք, այդ ժամանակ էլ եք մեզ վերագրել իշխանություն։ Նույնիսկ ձեր իշխանության ժամանակ, երբ որ ընդդիմություն էինք, այդ վաղ էլ եք մեզ վերագրում իշխանություն։ Եվ ինչքան հնարավոր մեղք կա, որ ձեր պատկերացումով մեղք է պետության հանդեպ, վերագրում եք մեզ։ Լավ, չհոգնեցիք այդ ամեն ինչից։ Հիմա տեսեք, դուք խոսում եք պետության մասին, ասում եք պետք է կարևորենք մենք պետական ինստիտուտները, պետք է արժևորենք պետական, բայց Սահմանադրական դատարանը ձեր կողմից նշված հարցի վերաբերյալ նախագահ Քոչարյանի առաջադրման հետ կապված որոշում ունի։ Բան չի այդ ինստիտուտը չեք կարևորում։ Ընչեք օրինակ այնտեղ, եթե ձեր սրտին դուր չի գալիս, այնտեղ Սահմանադրական դատարանը հակառակ բան է արել, հա։ Հենց ձեր սրտին դուր է գալիս, բա որ եթե լիներ ձեր նշած բռնապետությունն ու բռնաճնշումը, դուք ի՞նչ գործ ունեիք իշխանության։ Հա, եթե այտենց այդ ձեր նկարագրած ահասարսուռ իշխանությունն էր, դուք ի՞նչ գործ ունեիք իշխանության։ Քայլելով եկաք, իշխանությունը վերցրեցիք։ Բայց դա ժողովրդավարություն է, թե ժողովրդի վրա հերիք է դնեք էլի։ Ժողովրդի վրա հերիք է դնեք ձեր չեմ խանգարում ելույթը։ 0038 եւ ընդհանրապես մարտի 1-ի, տեսեք, նորից եմ կրկնում, դուք ծանոթ չեք եզրակացության հետ, այն եզրակացության, որը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը իր հանձնաժողովի միջոցով տվել է, դուք ծանոթ չեք, դուք լինելով ազգային ժողովի պատգամավոր, կարևորելով պատգամավորի ինստիտուտը, կարևորելով հանձնաժողովներին, հիմա դուրս եք շպրտում այդ ինստիտուտը, ծանոթացեք, ասեք օրինակ այստեղ ճիշտ եզրակացության չի եկել, դուք չեք էլ ծանոթացել հատուկ կարծիքներին, նորից եմ կրկնում, որտեղ այո գնահատական կա տրված, որ անհամաչափ ուժի պատճառով մահվան դեպքերը պատշաճ քննության չեն արժանացել, մի եթե դրանից ավել բան չի արձանագրել, ինչ վերաբերում է արտակարգ դրությանը, ձեր կողմից մատնանշված հրամաներին, դուք գիտեք, շարունակում եք այն մարդկանց տեսակետները, որոնք որ իրավունքից հեռու լինելով ինչ-որ կարծիքներ են արտահայտել ու մնացել է սենց հանրության տպավորությունը, որ հանրապետության նախագահը արտակարգ դրություն հայտարարելու իրավունք չուներ, ով է տվել ձեզ այդ իրավունքը, որ նման հակաօրինական բան ասեք։ 1995 թվականի սահմանադրության համաձայն ով կարող 2005 թվականի փոփոխություններն էլ վկայակոչված, մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմ մասին օրենքի ընդունումը, սահմանադրության անցումային դրույթներով, նախագահը ինչ լիազորություններ ուներ, դուք դրան էլ ծանոթ չեք, մենակ պնդումներ եք կատարում, պնդումներ ու անդադար մեղադրանքի սլակներ, այո մահվան հանգամանքները ոչ միայն բացահայտված չեն, այլ նաև անձինք ում պետք է ներկայացվի մեղադրանք, ներկայացված չեն, Չերյոմուխայի մասով, դուք շատ լավ գիտեք, որ այդ ժամանակ ամենաբազմաթիվ փորձաքննություններն են եղել, այդ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավիրված փորձագետի մասնակցությամբ,
որոնք չկարողացան նույնականացնել Չորիոմուխայից կրակված արձակվածը անձի հետ, ով որ կրակել էր։ Իսկ որ այդ մարդիկ պիտի ենթարկվեն պատասխանատվության, բայց պիտի ենթարկվի այն մարդը, որ իսկապես մահվան պատճառ է դարձել։ Բայց դուք նաև մոռացաք նշեք, որ Միեդի վճռի մեջ նաև դրվագ կա, որ ասում է առնվազն մեկը հնարավոր է ցուցարարների կողմից բռնության գործողության հետևանք լինի։ Դա մոռանում եք դրա մասին, հա՞։ Ասում է առնվազն այս դրվագը կա, որը նույնպես պիտի քննության առարկա դառնա։ Եվ ձեր իշխանությունն է պատասխանատու։ Ոչ թե լռել, ոչ թե ասել, որ այն ժամանակվա իշխանությունը ամեն ինչ մեղավորն է, այլ իրական բացահայտում իրականացնել։ Ոչ թե նշանակել մեկին քաղաքական պատասխանատու առաջ։ Դուք եք այդ հարցերը բերել, դրա համար էլ ստիպված եմ անդրադառնալ, պարոն Վարդանյան, իզուր մի նեղ սրտեք։ Բայց հիմա հա, չէ, ես թվաց բանի եմ։ Հիմա անդրադառնամ, պարոն Սարգսյան, դուք 19:00 բանաձև եք արտացել եք։ Օրինակ, ինչ չափանիշներով է որոշվում, անձը քաղաքական բանտարկյալ է, թե ոչ։ Այնտեղ իդեպ խոսք չի գնում, որ մենակ այն բանի մասին, որ անձը կատարել է այդ արարքը, թե չէ։ Անգամ դրվագներ կան, ըստ այս բանաձևի այս կետերի մեջ։ Դուք առերևույթ կատարել եք այդ արարքը, լսեք, դուք առերևույթ կատարել եք այդ արարքը, բայց ձեր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում անձնական ազատությունից զրկումը կապված է ոչ թե ձեր կոնկրետ այդ արարքի հետ, այլ ձեր քաղաքական դիրքորոշման, ձեր հանրային հեղինակության։ Սա կարևոր չափանիշներից մեկն է։ Եվ մյուս կարևոր չափանիշը, տեսեք, մյուս կարևոր չափանիշը խտրականությունն է։ Եթե դուք կոչ անող մեկ անձի կիրառում եք, օրինակ, դրամական պատասխանատվություն, մյուսին ազատազրկում եք, նույն հանգամանքներում, դա խտրական մոտեցում է։ Կամ մեկ այլ դրսևորում, երբ որ կոռուպցիայի մեջ մեղադրվող համայնքի ղեկավարը ազատության մեջ է գտնվում, նույն հանգամանքների պայմաններով մյուսին տանում կալանավորում է։ Պարոն Սարգսյան։ Չէ, եթե դուք խափանման միջոց ներողություն, ոչ, հարգելի գործընկերներ, բոլորը հնարավորություն ունեն եւ կունենան ելույթ ունենալու։ Խափանման միջոց կիրառելու շրջանակներում, խափանման միջոց կիրառելու շրջանակներում քաղ բանտարկյալի կարգավիճակը անձնական ազատությունից զրկելու մասին է։ Ախր ոչ նույն կարգավիճակում չի։ Դու կարող եք իր լիազորությունները սահմանափակել, ասել դու չես կարող մասնակցել։ Պարոն Սարգսյան, պարոն Մինասյան, քանի որ հանձնաժողովի նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, ես մաքսիմում կարող եմ միջում հայտարարեմ, բայց ինձ թվում է ոչ մեկի շահերի չի բխում։ Խնդրում եմ չընդհատել միմյանց, լսել։ Մյուսը, եթե կալանքի երկարությունը, այս չափանիշներից մեկը, ակնհայտորեն համաչափ չէ այն արարքին, որը ինքը դրսևորել։ Ես բերեցի այդ օրինակը, երբ որ պարոն Վարդանյանը Կիպրոսի քաղաքացիության բանը կայակոչեց էլի, բայց միջին ծանրության համար տևական ժամանակ ենթադրյալ ենք որում հանցագործության համար։ Դա էլ է հիմնավորման խնդիրը։ Այստեղ դուք հիմնավորում եք, որ ակնհայտ քաղաքական է ձեր հետապնդումը, ակնհայտ։ Եվ անհամաչափությունը այստեղ այնքան պարզ է երևում, որ անգամ նույնիսկ իրավունքից չհասկացողը միանգամից տեսնում է սա ամենը։ Խոսքը շատ պարզ բանի մասին է, նորից եմ կրկնում։ Բացարձակ մենք չենք պատկերացնում, որ դուք կարող է ձեր դեմ որոշում ընդունեք։ Ոչ ամենևին։ Եվ չկա աշխարհում որևէ իշխանություն, որ իր կառավարման շրջանում համարի, որ քաղ բանտարկյալ կա երկրում, իր կառավարող երկրում։ Դա նոնսենս է, դա անտրամաբանական է։ Բայց իհարկե փոփոխությունից հետո գալիս են եւ գնահատականներ են տալիս, գալիս են եւ բացահայտումներ են անում։ Բայց մյուս կողմից չպետք է ասել կատեգորիկ հերքող մտքեր, որ հետագայում ուղղակի շատ հեշտությամբ կջարդվի։
շատ ավելի արդյունավետ լուծումը հետևյալն է։ Կան խնդիրներ։ Դուք տեսնում եք այդ խնդիրներ։ Օրինակ, ազատությունից, անձնական ազատությունից զրկման ժամկետների, պայմանների, առանց դատական վճռի անձին փաստացի ազատազրկման տանելու։ Չկա դե խնդիրներ, սա լավ է, իդեալական է։ Եվ երբ որ կոնկրետ անուններով ենք խոսում, այս բոլոր թվարկված դեպքերում, պարոն Սարգսյան, միեդի այս 4-5 չափանիշներից առնվազն մեկը այդ մարդու համար կիրառելի է։ Բոլոր այն անձանց մասին է, ովքեր այսօր գտնում են։ Իդեպ Տիկին Վարդանյանը որ ասեց, այդ թվի մեջ չկան ձեր իշխանության ժամանակահատվածի առաջին օրվանից սկսած քաղբանտարկյալների, չէ, ասենք օրինակ նույն Արմեն Աշոտյանի մասին, որ հիմա ազատության մեջ է, ճիշտ է, այսինքն անձնական ազատությունը ազատազրկմամբ սահմանափակված չի, բայց ինքն էլ է քաղաքական հետապնդման ենթարկվել քաղբանտարկյալ կարգավիճակը ստացել կամ մեր падգամավորներից, իսկ Արթուր Սարգսյանի դեպքը դա հասկանում եք, ախր չի կարող տենց լինել, էլի մի գումարման ազգային ժողովի մեջ օրոք 3 անգամ անձը հայտնվի կալանավայրում։ Մեր եթե sense վերցնենք Արթուր Սարգսյանի ազգային ժողովի падգամավորի ժամկետը հաշվենք, երևի մեծամասնությունը կալանավայրում եք պահել այդ մարդուն։ Եվ դա արել եք դուք հարգարժան պարոն Վարդանյան, ձեր այդ գեղեցիկ փաթեթավորմամբ իրավական ձևակերպներով խոսքերով, որը հիմք է հանդիսացել քաղաքական մեծամասնության կողմից որոշումների կայացման համար։ Ես այս ասելով ուզում եմ հորդորել, որ իրավունքի դաշտում մենք խոսենք իսկապես իրավունքի գերակայության սկզբունքի մասին, ոչ թե անձնական նախընտրությունների, նախասիրությունների մասին։ Սա չափազանց կարևոր է, ի վերջո վաղ թե ուշ ձեր իշխանությունն էլ է հեռանալու կամ հեռացվելու։ Մենք էլ կարող է իշխանության չգանք, բայց գնահատականները որ տրվեն, էլի պիտի պահանջենք, որպեսզի իրավունքի գերակայության սկզբունքով գնահատականները տրվեն, ոչ թե ճաշակով ու նախասիրությամբ, պարոն Սարգսյան։